Գյուղացի մոտավոր հաշվարկներ արել և եկել է եզրակացության հող մշակելը շահավետ չէ, գարնանացիան սկսելու հնարավորություն շատերը չունեն։ Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիր շահեկան դիրքում են հայտնվել գյուղատնտեսական նշանակության վարելահողեր։ Քանդել թե չքանդել անօրինական ճանաչված պահպանական ավտոտնակի պարտությունը։ Ռոբերտ Դոլտ, Ադամ Շիվ, Դեվիդ Վալարդո, Ֆրենկ Փալոնե, ամերիկացի ավերիկան 40 կոնգրեսական Վաշինգտոնում միացել է հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին։ Ուղիղ եթերում այսօրի մարզային թողարկումն է, բարև ձեզ։ Առավոտյան ժամը 8:30 սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։ Շուրջ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի։ Այնուհետև հետապնդելով վերջիններիս ամբողջությամբ չնչացրել են խմբին իրենց դիրքերի մատույցներում։ Այսօր ԵՄ-ի տեղեկություններով հակառակորդը տվել է մոտ 14 զոհ։ Ցավոք հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, ծնված 1996 թվականին, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը, ծնված 1995 թվականին և Արշակ Կարենի Հարությունյանը, ծնված 1995 թվականին։ Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Այսօր ժամը 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում պայթուցիկ սարք է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր են մեկնել 1 մարտական հաշվարկ փրկարարական ջոկատը սակրավորներով, ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը։ Հրշեջ փրկարարները շենքից տարհանել են 2200 աշխատակցի և ուսանողի։ Փրկարարների և ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները տարածքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։ Ես հիմա հայտարարում եմ աշխատանքների ավարտ։ Մնացածը ոստիկանության
կառավարության խնդիրներն են, որ արձանանողին իրանք հայտնաբերեն։ Մենք մեր խնդիրները ավարտել ենք։ Մյուս թեմաների մասին գարունը գյուղացու համար տարվա ամենահոգսաշատ եղանակն է։ Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքները արդեն մեկնարկել են, իսկ Շիրակի մարզում դեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Պատճառը ոչ թե եղանակներն են, այլև ֆինանսական միջոցների բացակայությունը։ Գարնանացան սկսելու հնարավորություն շատերը չունեն, գյուղացին մոտավոր հաշվարկներ արել և եկել է եզրակացության, հող մշակելը շահավետ չէ։ Գարնանացանին գյուղացիական ամեն մի տնտեսություն յուրովի է նախապատրաստվում։ Մեկի մոտ ֆինանսական միջոցներն են բացակայում, մյուսը փորձում է սերմացուի խնդիրը կարգավորել, երրորդն էլ վարուցանքի համար պահանջվող տեխնիկայի։ Յուրաքանչյուր մարդ իրաց ձևով, այսինքն ով ինչ ունի, դորով կառաջնորդվի, մեխանիզացիա ունեցող իր տեխնիկան նորոգում, գյուղգործիքները, իսկ մյուսներն էլ սերմացու, պարդանյութ, վառելիք, քիչ չափով։ Գարնանացանին պատրաստվելու համար նախ և առաջ ֆինանսն է պետք։ Որպեսզի կայանանք տեխնիկաներին աշխատող սերտին կայանանք գումարով հատուցենք, որ վարեն, ցանեն։ 23 մարդ է ներգացել, 23-25 մարդ է ներգացել պարդանուտի, այդ իզվարելիք 3 մարդ, իսկ կորնգանի սերմացուի 5 մարդ, կամ մարդ է ներգացել այդ։ Բենյամինցիները, ինչպես և մարզի մյուս համայնքների բնակիչները նախորդ տարի նույն ժամանակահատվածում ևս դիմում ներկայացրեցին գարու և գարնի սերմացու վերցրեցին։ Գյուղի գերակշիռ մասը նաև պետության կողմից տրամադրվող գյուղվարկերից օգտվեց։ Դժվարություն փակվեց վարկի իմանու վիճակն է, սպայն է։ Դժվարանում են փակել վարկերը, հիմնական գյուղատնտեսական վարկերն են վերցնում, իսերը տնելով, որ գյուղատնտեսությունից ինչ-որ բան, ինչ-որ օգուտ են ստանալու, և չի ստացվում, հետո նաև անցած տարին բաստեց, նախորդ տարին բաստեց, դերսից եկած արտագն աշխատանքից եկած դարուբլու կուրսի հետ կապված այդ խնդիրներն առաջացան։ Ընդհանուր լավ չէ բնակչության, ազգաբնակչության վիճակը։ Այս տարվա դժգոհությունը գիտեք ինչ ներկայանում, որ գյուղվարկերը տրամադրում են մի քիչ ուշացավ։ Նախորդ տարիներին գյուղվարկերը ուրեմն տարվա սկզբից սկսած տրամադրում են գյուղվարկերը, ասենք մինչև փետրվարի 1-ը սկսում էր, այս տարի մի քիչ ուշացավ, բնականաբար իշքան որ ես տեղեկացված եմ, դա հիմնականում կապված է դրամ դոլար
կուրսի հետ կապված այս տատանումներից։ Վարուցանքսի աշխատանքները գյուղացին կատարեց թեկուզ վարկով ու պարտքով, բայց ակնկալիքով բերքը կստանա, արդյունքը կտեսնի, պարտքը կմարի, ձմեռն էլ կհանի, սակայն կարկուտի տեսքով բնական աղետը ոչնչացրեց ոչ միայն գյուղացու բերքն, այլև հույսերը։ Ոչ չէր մտածել կարող է կարգուտ հետ կամանաս պատճառը որ կայացած բերքը չկարող անենք քաղել։ Կարող է տեսում ռիսկային վիճակում է։ Գումարային չեմ կարող ասել ինչ կամ կազմեր գումարը, բայց հաշտվեցել ենք, որ 70% այդ հաշտվեցել ենք 80% այդ տարածքների եղել է 50%։ Դա միջինը 70% մնացինք կարգուտից։ Մարզում դեռևս գարնանացան աշխատանքները չեն սկսվել, երևի սկսվեն մոտ մի շաբաթից, եթե եղանակի այս սրտային ռեժիմը վերանա, տատանումները սկսվեն, արդեն հիդրոմետրով տրված է, որ 2-3 օրից արդեն ջերմաստիճանի բարձրացում կնկատվի, այնպես որ առաջին այն մասը, որ մեզանից պահանջվում է սերմացուները համայնքներին տրամադրել, ասեմ, որ սերմացուները կրվում մինչև մարզ։ Հիմա էլ Բենյամինցին կանգնել է միևնույն խնդրի առաջ, ապավինելով Աստծուն կրկին նույն ձեռագրով է նախապատրաստվում գարնանացանին։ Գուցե այս տարի եղանակը բարեհաճ գտնվի։ Աստված էլ երաշտից ու կարկուտից գյուղացու բերքը հեռու պահի։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Շիրակի մարզում իրականացվելու է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման ծրագիրը։ Նպատակը առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է։ Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կտրվի գյուղատնտեսական նշանակության հող ունեցող աշխատաշուկայում անմրցունակ անձին, որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, ինչպես նաև 16-ից 63 տարեկան գործունակություն ունեցողները ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված անձինք։ Նաև շահառու կարող է դառնալ այն ընտանիքը, որ ունի 2 և ավելի անչափահաս կամ անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է։ Ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված և աշխատաշուկայում անմրցունակ ճանաչված այն անձինք, ովքեր ունեն գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, սակայն ֆինանսական հնարավորությունների բացակայությամբ դրանք մշակել կարող պետական աջակցություն կստանան այս տարի ևս։
Իրենք իրենց թողամասերը կվարեն, կցանեն, կմշակեն դրա դիմաց պետությունից կստանան աշխատավարձ։ Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնը կիրականացնի սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության ծրագիրը։ Այն նախատեսվում է միայն վարելահողերի և ոչ թե տնամերձ հողատարածությունների համար։ Աջակցությունը իրենից ներկայացնում է մինչև 350,000 դրամ գումար, բայց այդ ամենը ոչ թե մենք տալիս ենք, որ հենց մարդուն յուրաքանչյուրին հասնում է իսկան գումար, այլ այդ գումարը պետք է ստացվի իր գյուղատնտեսական նշանակության հողի մշակման փուլերով, այսինքն թե ինչ կուլտուրա է ցանվում, այդ կուլտուրայի մշակման համար չափորոշիչները ինչպիսին են, 1 հեկտարի վրա աշխատանք, այսինքն կատարված աշխատանքի համար է այդ գումարը։ Շահառու ընտանիքների ցուցակները համայնքները տրամադրել է Շիրակի մարզպետարանին, մարզպետարանը զբաղվածության կենտրոնին։ Մասնագետները ներկա պահին հստակեցնում են բոլոր տվյալները, որպեսզի հնարավոր դառնա կազմել աջակցություն ստանալու իրավունք ձեռք բերողների վերջնական ցանկը։ Նրանք, ովքեր կհամարվեն շահառու, իրենց աշխատանքի դիմաց գումարը կստանան փոխանցումային տարբերակով։ Քանի որ ինքը աշխատավարձի տեսքով է հենց գնում, իր համար հաշվարկվում է նաև այդ ժամանակահատվածը կլինի որպես աշխատանքային գործունեություն, այդ ժամանակահատվածի համար կլինեն եկամտային հարկերի փոխանցումներ և մենք այդ գումարները կփոխանցենք անձի անհատական բացված իր հաշիվների վրա, այսպես որպես արձան ոչ միտեղ գումար չի լինի և ընտանիքի անդամի համար հաշվարկվելու է օրեվարձը 4,000 դրամ։ Այս տարի սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության տրամադրման ծրագրի իրականացման համար 60,500,000 դրամ է հատկացվել։ Նախատեսվում է 150 անձ ընդգրկել, նախորդ տարի ևս ծրագիրը գործել է պատասխանատուների գնահատմամբ, սակայն ուշացած։ Աջակցություն է ստացել 96 գյուղացիական տնտեսություն, 105,5 միլիոն դրամ է տրամադրված եղել Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնին ծրագրի իրականացման համար, ինչն ամբողջությամբ չի իրացվել, քանի որ բերքահավաքի սկզբում այդ ծրագիրը կյանքի կոչվել ընդամենը 2015-ին ճիշտ ժամկետ կընտրվի վստահ է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Առարկայական աշխատանքը մեզ սպասում, որպեսզի մենք կարողանանք այդ ծրագրերը սկսենք հենց այն ժամանակահատվածում, երբ դա առավելապես և մեծապես կաջակցի խնդիրների լուծմանը։ Անցյալ տարի որոշակիորեն ուշացած իրականացրեցինք, բայց ավելի քան 7,000 անձ ընդգրկվեցին ծրագրերում։
Ներկապահին ծրագիրը երամսյա ժամկետով է պլանավորվում իրականացնել, սակայն պետք է գտնել լուծումներ այն երկարաձգելու, քանի որ բույսերի տնկման, դրանց կուլտիվացիայի և հետագա մշակման ընթացքը մինչև բերքահավաք երկարատև է, այն գոնե պետք է հասվի մինչև աշուն, ասում է Ամալիա Ադամյանը։ Մենք էլ առաջարկեցինք և առաջարկությունը տարբեր տարածաշրջաններից եղել էր, որ այդ ժամկետը ոչ թե սահմանեն խիստ 3 ամիս, այլ սահմանեն 90 օր, որպեսզի կարողանան տարվա ընթացքում 90 օր, որպեսզի մարդիկ կարողանան, ասենք, մարտից կամ ապրիլից մինչև բերքահավաքը հոկտեմբեր, սեպտեմբեր, հոկտեմբեր կարողանա այդ ընթացքում հասցնի իր աշխատանքները ավարտել։ Այն, որ այս ծրագրում ընդգրկված նպաստառուները հաշվետվության կարգ ունեցողները անմրցունակ ճանաչվածները ստանալու են գումար աշխատանքից, չի կարող դառնալ ընտանեկան նպաստ համակարգից դուրս մնալու պատճառ։ Բալային սանդղակի տատանումներ նաև չեն լինի ծրագրում ընդգրկված անձանց ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում։ Եվս մեկ ծրագրել հնարավոր է վերականգնվի։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրել է նախարարին ընթացք տալ վարձատրվող հասարակական աշխատանքի իրականացմանը։ Ասում է, սա քաղաքին շատ է պետք, հատկապես Գյումրու փողոցները կշահեն դրանից։ Երբ անձրև է գալիս, ցեղն է գալիս, փողոցներ, երբ որ անձրև չի գալիս, փոշին է բարձրանում և ես լուրջ անհանգստացում է մեր բնակիչների, երեխաների, եթե հնարավոր է այս տարի այդ ծրագիրը հնարավորության չափով Գյումրի քաղաքին ուղղել։ Ես շատ կարևորում եմ այդ աշխատանքի վերականգնումը, որը ժամանակավոր զբաղվածություն է ապահովում, կարելի ասել ժամանակավոր, բայց մեծ զբաղվածություն, մեծ թվականակով անձանց ու մասնավորապես աշխատաշուկայում առաջին հերթին համարձունակ անձանց։ Այստեղ շատ կարևորում է, որ տեղական ինքնակառավարման մարմինն ընդգրկված լինի մեր աշխատանքներում, որը բնական է, որ առաջին հերթին համայնքին ուզող խնդիրներն է ներկայացնում որպես ծրագիր, որպեսզի ծրագրի ներքո լուծում ունենա ու նաև իր մասնակցությամբ։ Արմեն Հիմինասյան, Արթուր Մարգարյան այսօր։ Ավելի քան 30 տարի Ռուսթավելի փողոցի երկրորդ ներբանցքի 33 տանեկից ավտոտնակը միևնույն հասցեի տանտերերի կողմից օգտագործվել է որպես սեփականության մի մաս։ Այսօր արդեն այն ճանաչվել է անօրինական շինություն։ Դատարանի համապատասխան վճռի հիման վրա Գևորգյաններին պատկանող Քարաշեն ավտոտնակը ենթակա է քանդման։ Գործընթացին մի կողմից խոչընդոտում են տանտերերը, մյուս կողմից քանդման աշխատանքներն իրականացնող կառույցները իրավասու չեն իրականացնել օրենքի պահանջը։
Ռուսթավելի փողոցի երկրորդ նրբանցքի 33 հասեն Գևորգյանների պապենական տունն է։ Դեռ 1960-ականների սկզբներին տանեկից նաև ավտոտնակն է կառուցվել, տարիներ անց նաև վերանորոգվել։ Այն Գևորգյաններին ծառայել է որպես օժանդակշինություն։ Թույլտվություն եմ ունեցել վերանորոգել եմ 67 թվականին վերանորոգվել է շինությունը։ Ասենք եղել է ես 30-20-ական թվականներից 67 թվականին վերանորոգվել է։ Եթե այդ ժամանակ քանդվելու մոմենտին չքանդեցին։ Թողեցին ինքնական կառուցիչ։ Անջումենը որպեսզի մեր հարդարվա շինությունը քանդենք։ Մեր շինությունը սա իմ հայրս 1915 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթել են, եկել են այստեղ շինություն են շինել, ապրել ենք, սա եղել է մեր օժանդակ շինությունը։ 1967 թվականին մենք գրել ենք քաղաքային սովետ, որպեսզի թույլատրեն մեզ այստեղ ավտոտնակ կառուցելու, էլի շինությունը դարձնենք ավտոտնակ, այսինքն դարբասը տնենք, դառնա ավտոտնակ։ Եվ նրանք թույլատրեցին նախկին քաղաքապետարանի աշխատակիցների մեղքով այս ամբողջ պատմությունը։ Մի քանի անգամ դիմումներ են ներկայացրել օրինականացնելու համար, ամեն անգամ մի պատճառով բռնելով չեն օրինականացրել։ 2004 թվականից Գևորգյանների վանուհու միջև ծագած վիճաբանություններից սկիզբ է առնում ավտոտնակի հետ կապված խնդիրը։ Գործը մտնում է իրավական հարթություն, որտեղ Մարիետտա Գևորգյանի հայցը բավարարվում է։ Հարցը սակայն այսքանով չի փակվում։ Դատաշրջանները շարունակվում են ավելի քան 10 տարի։ Արդեն 10 տարի ես դատական հետապնդումների մեջ եմ, այս երկրի մեջ։ Ունեմ 10 հոգանոց ընտանիք, ունեմ 3 զինվորականներ, ունեմ 2 թոշակառու, երկրորդ կարգի թոշակառուներ են։ Մեկը զին հաշմանդամ է, մեկն է ծանր հիվանդության հետևանքով թոշակառու է։ Այդ բոլորը անտեսվում է։ Արդեն 2014 թվականին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով հայցի մերժման որոշում է կայացնում, ավտոտնակը ճանաչելով անօրինական, իսկ տարածքը համայնքապատական։ Վճիռը ինչպես վերաքննիչում, այնպես էլ վճռաբեկում մնում է անփոփոխ։ Հենց այդ վճռի հիման վրա էլ քաղաքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների վերահսկման բաժինն ու Տիմշին փակbaşնետիրական ընկերությունը պարտավորվում են ապամոնտաժել շինությունը մարտի 15-ից 20 ժամանակահատվածում։ Կառուցված է համանապատական հողի վրա։ Դա Ներբանսկ է, մինչև հիմա է Ներբանսկ է, դա Ռուսթավելի երկրորդ անցումն է, որը կառուցված է և հիմա խոչընդոտում է և մեքենաներ անցնելուց և հետիոտներին անցնելու համար։ Այս
օժանդակշինությունը, որը ոչ ոքի չի խանգարում, այս թաղի մեջ լմյատլը կնացեք հարցրեք, որը խանգարել, ոչ մի մարդու, մեկենան սպես կուկա շատ հանգիստ կդառնա, մեկենան կոմից կուկա շատ հանգիստ կդառնա, բայց որ խանգարող հեշտ մի հանգամանք եկել են միլիցիայից, եկել են քաղաքապետարյանությունից, պատրաստում են քանդելու։ Ես չէի թողնում, ասում եմ, ես նորից դիմել եմ կոռուպացիայի հանձնաժողովի կազմվածի վարչապետն էլ նախագահն է, դիմել եմ վարչապետին, դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին, դիմել եմ սահմանադրական դատարան, դիմել եմ գլխավոր դատախազին, դրանց պատասխանին եմ ես ասում, մենք ինչ ենք, սպեսել անարտարություն են, հիմի որ աջաներին գտիմենք, ոչ մի դրական պատասխան չկա։ Բնակիչների խնդրանքին ընդառաջ ոլորտի պատասխանատուները հետաձգել են ավտոտնակի քանդման աշխատանքները։ Սլավիկ Ղազարյանի վստահեցմամբ Գևորգյաններին վարձակալության հիմունքներով ավտոտնակի համար մեկ այլ տարածք կտրամադրվի։ Եթե Մարիա Գևորգյանը ուզենա հողամաս տրամադրեն ավտոտնակի, մենք մոտակա տարածքներում եթե կա տեղ, որը վարձակալությամբ կարող է տալ, մենք տրամադրենք Մարիա Գևորգյանին ավտոտնակ կառուցելու համար։ Ավելի քան 30 տարի Գևորգյաններին պատկանող և օժանդակ շինություն համարվող ավտոտնակը կապամոնտաժվի մարտի 23-ին։ Բնակիչները ստորագրել են այդ աշխատանքներին չխոդոտելու մասին վկայող արձանագրության տակ, նշում է Սլավիկ Ղազարյանը։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության նիստին պատգամավոր Լիովա Խաչատրյանի առաջարկով խմբակցության ղեկավար են տրվել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Այլ առաջարկներ չեն եղել և թեկնածությունները անցել են միաձայն, այս մասին թերթ.am հետ զրույցում հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վահան Բաբայանը։ Նիստին մասնակցել է 19 պատգամավոր, բոլոր նրանք, ովքեր կուսակցության անդամներ են, թեպետ կուսակցության անդամ հանդիսացող պատգամավորներից երկուսը Տիգրան Ուրիխանյանը և նիստին չեն մասնակցել։ Գագիկ Ծառուկյանը չի զրկվի ազգային ժողովի պատգամավորի մանդատից, Ազատության հարցինի պատասխան ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ասել է, որ իրավաբանների հետ քննարկումներ է անցկացրել և վերջնական որոշում կայացրել, որ Գագիկ Ծառուկյանի բացականները հարգելի են։ Ըստ այդմ նա չի զրկվի պատգամավորի մանդատից։ Այսօր կառավարությունը հաստատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացվող որոշման փոփոխությունները։
Այսուհետ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը ներառյալ ծնված և հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրամադրվող 25,000 դրամի փոխարեն կտրամադրվի 100,000 դրամ, որոշումը ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից։ Ցեղասպանությունը վերապրած Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում 1915-ին և մինչ այդ ծնված 33 անձին ապրիլի 1-ից ամսական 25,000-ի փոխարեն կստանան 100,000 դրամ։ Օգնության չափը բարձրացնելու կառավարության որոշմամբ պետական բյուջեից ամեն ամիս լրացուցիչ կհատկացվի շուրջ 2,5 միլիոն դրամ։ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված կենսաթոշակի 150%-ը։ Մանկապարտեզներում, սնունդ տրամադրող դպրոցներում, կրթական ու երեխաների խնամքի հաստատություններում և առհասարակ հանրային սննդի կազմակերպման գործընթացով զբաղվողների սանիտարական գրքույկի առկայության ու բուժզնման անցնելու հարցը խստորեն կվերահսկվի։ Որոշումը կբերի սննդամթերքի անվտանգության ոլորտում իրավախախտումների վերացմանը, համոզված է գործադիրը։ Եղվարդի մանկապարտեզում թունավորում զանգվածային դեպք ունեցանք, արձանագրվեց և հիմա մենք խստացնում ենք մանկապարտեզներում, սնունդ տրամադրող դպրոցներում և այսօր շատ կարևոր որոշում է և ես հետամուտ եմ լինելու նաև ծառայության պետի, հստակ այս որոշումը իրականացվի։ Կառավարությունը նաև գործարար միջավայրի բարելավման քայլերն է հաստատում, սակայն ոլորտում խնդիրներ դեռ կան։ Նախարարը չի ժխտում արտահանման ժամանակավոր և առևտրատնտեսական հարաբերությունների որոշակի նվազումը նկատելի է, բայց արտաքին ազդեցությունների ֆոնին ըստ նախարարի դա բնական է։ Մեր ավանդական շուկաներում արժութային տնտեսական իրավիճակի փոփոխություններն այնուամենայնիվ ազդեցություն պետք է ունենային։ Գործարարների իրենց ավանդական գործընկերները ոչ թե ասել են, որ մենք հրաժարվում ենք հայկական արտադրանքից, այլ պարզապես խնդրել են սպասել մինչև իրենց մոտ վերջնական գնային ճշգրիտ։ 2015 թվականի համար կանխատեսված 4.1% տնտեսական աճի ցուցանիշը վերանայելու համար խոր հիմքեր չկան, ասում է Կարեն Ճշմարիտյանը։ Տարվա կտրվածքով ընդհանուր կանխատեսումներն ըստ նրա հեռատեսական չեն։ Պիտի նայենք իրավիճակին, այսինքն ելնելով այն կայունության մակարդակից, երբ մեր տնտեսվարողները կարողանան իրենց արտահանման ծավալները սկսեն, այսպես ասել, կոմպենսացնել հետագա գործողություններում։ Հայաստանյան տնտեսվարողներն արդեն սկսել են գործընկերների հետ պայմանագրեր կնքել, որովհետև կա ռուբլով, դոլարով վճարման խնդիր։ Եթե համակարգն այնպես կարգավորվի, որ գործարարները կարողանան հետագա
ապագայում ռուբլով գործարքներ իրականացնել, ապա նախարարի կարծիքով տնտեսական վիճակը կկարգավորվի։ Ժամանակ պահանջող գործընթաց է եւ կարծում եմ, որ մեկ-երկու ամսվա ընթացքում լրիվ հստակություն կգա։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, Աշոտ Սարգսյան այսօր։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարտի 19-ին ծաղիկներ են դրել և անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արարատի ստորոտին մեդիա ֆորումի մասնակիցները։ Մինչ հայտ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր են ուղղել Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին։ Ֆենոմենալ է, երբ պետությունները, որոնք ժամանակին բողոքի ձայն են բարձրացրել, օգնել ցեղասպանությունից մազապուրց հայերին, այսօր ինչ-որ քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական շահերից ելնելով նահանջում են։ Այս դեպքում նահանջում են չարի առջև, քանի որ ցանկացած ժխտում հնարավորություն է ստեղծում նոր հանցագործության համար։ Եթե այդ երկրները վախենում են փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, նշանակում ամեն անգամ շանս են տալիս նոր ցեղասպանության։ Ռոբերտ Դոլտ, Ադամ Շիվ, Դեվիդ Վալադով, Ֆրենկ Փալոնե։ Ամերիկացի ավելի քան 40 կոնգրեսական Վաշինգտոնում միացել է հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին։ Կապիտոլի առջև կայացած միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ ներկայացրեցին հայոց ցեղասպանության փաստի ճանաչման պահանջը։ Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլտը, Դեվիդ Վալադաուն և Ֆրանկ Փալոնը ներկայացրեցին հայոց ցեղասպանություն, ճշմարտություն և արդարություն վերնագրված 154 բանաձևը։ 100 years 100 տարի անցել այն օրից, երբ 1.5 միլիոն տղամարդ, կին և երեխա անմարդկայնորեն ոչնչացվեցին Օսմանյան կայսրությունում միայն այն բանի համար, որ հայ էին։ Կոնգրեսական Շիֆը նշեց, որ բանաձևում ԱՄՆ-ի նախագահ Օբամային կոչ է արվում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության հետ աշխատանքներ սկսել ցեղասպանության փաստի լիարժեք ճանաչման վրա հիմնվելով երկկողմ հարաբերություններ հաստատել։ Խոսելով բանաձևի ընդունման հավանականության մասին, Ադամ Շիֆն ասաց, որ այն հաջողությամբ ընդունվելու մեծ հնարավորություններ ունի։ Մեզ անհրաժեշտ է համոզել կոնգրեսի առաջնորդներին աջակցել այս բանաձևը և հույս ունենք, որ դա մեզ կհաջողվի։ Այժմ հայոց ցեղասպանության պատմական փաստի ընդունման լավագույն պահն է, համոզված է կոնգրեսական Ռոբերտ Դոլտը։ Մինչ աշխարհի հայացքը սևեռված է իսլամական պետություն խմբավորման կողմից անմեղ մարդկանց դաժան սպանությունների վրա, մեզ
անհրաժեշտ է ճանաչել անցյալի սարսափելի էջերը, որպեսզի զերծ մնանք ապագայում դրանց կնվելուց։ Կոնգրեսականի խոսքով Թուրքիայի ժխտողականություն ապագա սպանությունների հնարավորությունն է ավելացնում։ Հենց այդ ժխտողականությունը թույլ տվեց Հիտլերին հայտարարել, թե այսօր ով է հիշում հայերի ոչնչացման մասին։ 154 բանաձևը, որին արդեն 46 կոնգրեսական է միացել, կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ակտիվ և կառուցողական աշխատանքներ սկսել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության հետ երկկողմ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նպատակով։ Հատկանշական է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն ԱՄՆ-ի աջակցությամբ միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի լիարժեք ճանաչման վրա հիմնվելով։ Կոնգրեսական Ֆրանկ Փլոնը նշեց, որ Հայոց ցեղասպանության պատմական փաստի լիարժեք ճանաչումը բարդ է, սակայն անխուսափելի։ Ես համոզված եմ, որ դա անխուսափելի է։ Ավելի ու ավելի մեծ թվով պետություններ են ողջ աշխարհում ճանաչում այդ փաստը։ Ավելին, հենց Թուրքիայի ներսում գիտնականներ, քաղաքական գործիչներ և քաղաքացիներ սկսում են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Նշենք, որ Վաշինգտոնում կա մեկ այլ մոտեցում, ըստ որի Միացյալ Նահանգները պետք է Թուրքիային օգնի ինքնուրույն գիտակցել սեփական անցյալը։ Դեռ պարզ չէ, թե որ մոտեցումը կգերակշռի այս անգամ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանաբար կայցելի Հայաստան ապրիլի 20-ից հետո այս տեղեկությունը 10-ի հաղորդմամբ լրագրողների հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս այցի հարցն իսկապես օրակարգում է, այն քննարկվում է, երբ ամսաթիվը հստակեցվի, մենք կհայտարարենք այս մասին, ասել է մամուլի քարտուղարը։ Նշենք, որ նախորդին Արարատի ստորոտին մեդիա ֆորումի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սարգսյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պայմանավորել փետրվարին Մինսկում կնքված հրադադարի համաձայնագրի պահպանմամբ։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն Բայդենը Պորոշենկոյի հետ զրուցել է մարտի 18-ին։ Միացյալ Նահանգների փոխնախագահն նաև ողջունել է Ուկրաինայի խորհրդարանի որոշումը ապստամբ անջատողականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին։ Նշենք, որ Ռուսաստանը և ապստամբները դժգոհ են Ռադայի ընդունած օրինագծից։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ այսօր
դրամփակ նիստ է անցկացնելու ուղղերի մի կարգի վերաբերյալ։ Լիտվայի այս նախաձեռնությունը որակելով սադրիչ և ոչ արդյունավետ Մոսկվան հրաժարվել է մասնակցել նիստին։ Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքի ռեստորաններից մեկում զինված երկու տղամարդ հրազենից կրակ են բացել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 8 մարդ։ Նախնական տվյալներով նրանք հանցավոր խմբավորման անդամներ են։ Ահաբեկչական հարձակումը իշխանությունները բացառում են։ Իսկ Կանադայի Ատլանտյան ափերին մոլեգնում է հզոր ձնաբուք։ Ձյան հաստությունը Նոր Շոտլանդիայում հասել է 50 սանտիմետրի։ Մեկ այլ նահանգում Գալիֆաքսում երթևեկությունը կաթվածահար է։ Փակ են դպրոցներն ու համալսարանները։ Իշխանությունները վարորդներին զգուշացնում են, որ ճանապարհներին տեսանելիությունը կարող է հասնել 0-ի։ Մարտի 20-ը ՄԱԿ-ի անդամ երկրներում նշվում է որպես երջանկության միջազգային օր։ Օրվան ընդառաջ հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության Արեգակ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնիստները ֆլեշմոբ են անցկացրել Գյումրու Վարդանանց հրապարակում։ Արեգակի շահառուները ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված անմոռուքներ և ցանկությունների գրառմամբ ժապավեններ են բաժանել ներկաներին։ Վերջիններս նաև դիտել են տեսահոլովակ արեգակցիների մասնակցությամբ։ Մարտի 20-ը ՄԱԿ-ը ճանաչել է որպես երջանկության համաշխարհային օր և այդ օրվան ընդառաջ մեր երեխաները ուզում են կիսել իրենց երջանկությունը, իրենց պարտանքները մեր համաքաղաքացիներին և այսօր ուզում են երգով և մի փոքրիկ բեմադրությամբ վերջում ֆլեշմոբ բարով կիսել իրենց ուրախությունը։ Ինչպես նաև այսօր առիթ է հանդիսացել, որպեսզի մենք ցուցադրենք Happy Արեգակ տեսահոլովակը, որը լինելու է մեծ էկրանին հրապարակի և այս տեսահոլովակը վաղվանից առցանց արդեն կարող են բոլորը դիտել։ Happy Արեգակը նկարահանվել են մեր երեխաների մասնակցությամբ և այսօր այդ հրաշալի առիթն է այն ցուցադրելու։ Իմ երեխան արդեն 4 տարի է ինչ այստեղ հաճախում է ու ես իրոք շատ երախտապար շնորհակալ եմ, որ այսպիսի կազմակերպություն կա և այսպիսի հոգատար մարդիկ կան, որ կարող են հոգ տանել իմ երեխային, անձամբ իմ երեխան շատ է ուրախանում, նա պարել շատ է սիրում և մեզ համար շատ հաճելի է, որ այսպիսի բաներ հաճախ կատարվի։ Իրոք շատ հաճելի է տեսնել, գիտեք, քաղաքապետը շատ ուրախացող և ինքը լուսամուտ
ամբողջ քաղաքապետարանի անունից ողջունել ձեր ձեռնարկը եւ հավաստիացնել ձեզ, որ քաղաքապետը միշտ կանգնած է եղել ձեր կողքին։ Երջանկությունը ներքին բան է, որ մարդու սրտի մեջ լինում, երբ մարդը Աստծո հետ հաշտ է, երբ մարդը հավատում է եւ վստահ է, որ Աստված սիրում է նրան, ներում է նրան, մարդը կարող է ներել եւ սիրել ուրիշին, դա է երջանկությունը։ Հայկական խորհրդանիշ նուրը կարմրից բացի ևս 3 գույնով է ներկայացվում, դրանք հայկական 4 հիմնական տարրերը՝ հողը, օդը, ջուրը եւ կրակն են խորհրդանշում։ Հենց այս կերպով է Հայաստանը մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնին։ Հունիսին անցկացվելիք միջոցառումներում կներկայացվեն Հայաստանի ազգային եւ ժամանակակից երաժիշտների գործերը, ավանդական խոհանոցը, պարերն ու նորաձևությունը։ Հայկական խորհրդանիշ նուրը պրոարտ ընկերության մտահղացմամբ կարմիրից բացի ևս 3 գույն է ստացել։ Դրանք խորհրդանշում են հայկական գենի հիմքում եղած 4 հիմնական տարրերը՝ հողը, օդը, ջուրը եւ կրակը։ Այս յուրահատուկ խորհրդանիշով է Հայաստանը մասնակցելու Միդեմ միջազգային երաժշտական փառատոնին։ Dans ce domaine, նշանակալի իրադարձությունը լինելու է Ֆրանսիայի հողի վրա, իսկ Հայաստանի համար այն լավ հնարավորություն է հատկապես երիտասարդ երաժիշտների տաղանդը ներկայացնելու առումով։ Հունիսի 5-ից 8-ը ֆրանսիական Կաննում գերակշռելու է հայկական մշակույթը, որովհետև Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակ է ունենալու, իսկ դա նշանակում է, որ աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկում հնչելու են հայկական դասական, ջազ, ռոք, էթնոկատարումներ, իսկ Կաննը զարդարվելու է հայկական գույներով։ Ազգային մշակույթը փառատոնի հազարավոր հյուրերին ու մասնակիցներին ներկայացվելու է ողջ բազմազանությամբ։ Բացման արարողության ընթացքում մասնակիցները կհամտեսեն հայկական խոհանոցի կերակրատեսակներ և խմիչքներ, իսկ VIP ընթրիքի ժամանակ հյուրերը կոգեկոչեն Կոմիտաս վարչապետի հիշատակը։ Կորնելիա Մուխը ոչ միայն հայկական խոհանոցին է ծանոթ, այլև հպարտությամբ հագնում է հայ մոդելավորողի զգեստը։ Ի դեպ փառատոնի բացմանը կցուցադրվի Վահան Խաչատրյանի զգեստների հավաքածում։ Հյուրերին դիմավորող աղջիկները գրելու են նոր հավաքածուից, որը կոչվում է Հայաստանի գանձեր, երեկոյան զգեստներ, որոնք բացառապես հայկական թեմատիկայով են և ոգեշնչումը հավաքածուի համար հանդիսացել է հայկական մանրանկարչությունը։ Հայաստանի
Հայաստանի մասնակցությանն աջակցել է մշակույթի նախարարությունը, հովանավորել Տաշիր գրուպը։ Անկասկած յուրաքանչյուր հայ պարտքն է իր ազգի բազմազարյան մշակույթի պահպանությունը։ Մեր ընկերությունը կանի հնարավորը, որպեսզի միջոցառումներն անցկացվեն բարձր մակարդակով։ Մշակութային անցուդարձի ժամանակ մեր երկիրը կզբաղեցնի կենտրոնական տաղավարը, որում կնեցվեն երաժշտության մեծերի սկավառակներն ու գրքերը, իսկ փառատոնի բեմը կզարդարեն հայկական յարխուշտան, դուդուկը, զուռնան ու դհոլը։ Լուիզա Սուքեսյան, Արման Ղարիբյան, Աշոտ Սարգսյան, այսօր։ Այսքանը դուք հետևում եք այսօրի մարզային թողարկմանը, ցտեսություն եւ ամենայն։